Այսօր ուրբաթ է մայիսի 21-ը աշխատանքային շաբաթվա վերջին օրն է, որ շունչ ենք քաշում ու գնում ենք երեկոյան մի տեղ տժալու ընկերների հետ կամ պարզապես գնանք տուն հանգստանալու, առջևում շաբաթ կիրակի է, բայց ես արդեն առաջարկում եմ նախապես պլանավորել, թե մյուս երկուշաբթին ինչ եք անելու, ինչպես եք սկսելու։ Դե առավոտյան իհարկե առաջին ծրագիր, դա առանց քննարկելու, բայց երեկոյան աշխատանքի դեմ ժամն էլ մի քիչ այնպես է, որ աշխատանքից հետո կարող եք շատ արագ դուրս գալ եւ գնալ։ Մայիսի 24-ին ուշադրություն։ Ժամը 18:30-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա Աշխեն Կիրակոսյանի Լուսե խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին կներկայացվեն նրա ստեղծագործական կյանքի կարևոր պահերից, Ֆրանսիայում սովորած ժամանակահատվածից գեղեցիկ կոլորիտային շարք, նաեւ վիտրաժային խճանկարային աշխատանքներ եւ կավե իրեր։ Մուտքը անվճար է։ Իմ հյուրն է Աշխեն Կիրակոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Դուք շատ թույն դեմք եք։ Ես իրոք կուզեմ, որ այսպես դեմքերի տեսնեմ հաճախ մեր փողոցում քայլելուց։ Ինչպես է, ոնց է տրամադրությունը։ Տրամադրությունը շատ դրական։ Ճիշտ ասած, ես չենք մտնելով արդեն այստեղ։ Տրամադրությունը լավ եք արթնացել, կարևորը։ Շատ լավ։ Չեք հարթում, չէ՞, որ ասում են սուրճ ամպել, ինչպես որ դուք եք միշտ ասում։ Այ մի քիչ շուտ գայի, գիտեք, չեմ ասում սուրճ ամպել։ Կարևորը ամպել եք, սուրճը պետք է ամպել, որ արթնանալ։ Ձեր մոտ էլ է այդպես։ Այո, միանշանակ։ Եկեք խոսենք ցուցադրությունից։ Ցուցադրությունը պետք է լիներ անցած տարի, դեռ պլանավորել էի, ոնց եմ ցուցահանդես անելու, Նարեկացիում միշտ եղել եմ իրենց հյուրը ու առաջարկը հենց եղել է իրենց կողմից, քանի որ բոլոր ընկերներս գրեթե ուսանողներ եւ այլն իրենց մոտ ցուցադրություններ են ունեցել ու ես էլ առաջարկ ստացա, դասեցի ինչու ոչ, քանի որ իրենց կենտրոնը շատ դրական է, չգիտեմ, կոլորիտային ու ցանկանում ես այնտեղ գտնվել։ Այս լուսանկարում տեսնում ձեր նկարներն են։ Այո, բայց կոնկրետ այս շարքը, որ հիմա ցուցադրվում է, արել եմ Հայաստանից դուրս։ Գեղարվեստի ակադեմիայում սովորելու ընթացքում հնարավորություն եմ ունեցել մեկնել Ֆրանսիա, այնտեղ սովորել 4 ամիս։ Ու այդ ընթացքը իհարկե բաց չեմ թողել ու ինչ-որ իմ տպավորություններով եմ կիսվել, մեծ շարք էի արել, որը երբ որ հետ եկա Հայաստան, հենց ցուցադրեցի մեր Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում։ Okay, իսկ օրինակ ինչպիսին էր արձագանքը ձեր աշխատանքներն դե Ֆրանսիայում։ Ճիշտն ասած, քանի որ իրանց մոտ ամեն ինչ ավելի տարվում էր դեպի համակարգչային, իրանք ավելի շատ համակարգչով էին աշխատում, ես միշտ ձեռքով նկարում էի, կոպիտ է երևի հնչում, իրենք իմ ասենց ֆանատներին ինձ շատ ոգևորում էին, քանի որ իրենց համար դա նոր բան չէր, բայց եւի արդեն հնացած բան էր, որ մարդ վրձինով է նկարում ու շատ լավ ընկերներ էի ձեռք բերել հենց նկարելու շնորհիվ, դիմանկարներ էի շատ անում, քանի որ դե այլ տեղից շատ մարդիկ են, շատ տարբեր տեղերից, հետաքրքիր դիմագծեր, որը Հայաստանում այդքան շատ չի հանդիպում, ճիշտ է մենք ունենք արտահայտիչ դիմագծերով տենց երիտասարդներ, բայց այնտեղ լրիվ ուրիշ էր, լրիվ նոր էր իմ համար, ու ես պահը բաց չէի թողում, ամեն միջման ժամանակ իրենց նկարում էի ու իրենց մոտ այդ ոգևորությունները առաջացնում, որպեսզի իմ հետ շփվեն, ու կար լեզվի խնդիր, բայց քանի որ նկարում էի, ոնց որ այդ խնդիրը հետս հետը վերանում էր։ Ես համոզված եմ, դուք շատ հեշտ եք լեզու խոսել մարդկանց հետ ու անհնար է չլինել ձեր ֆանատը։ Գեղանկարչությունից բացի դուք նաև վիտրաժի մասնագետ եք, չէ՞։ Ավելի մանրամասն խոսենք դրա մասին եւ ինչպես է որ ափսեն է ձեզ ավելի հարմար, այսպես ասեմ։ Ճիշտ ասած, քանի որ առաջին մասնագիտությամբ հենց գեղանկարիչ եմ, միշտ սիրել եմ իմ ազատ ժամանակը տրամադրեմ նկարելուն, բայց գեղարվեստ երբ որ ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա, որոշեցի, որ փոխեմ ճյուղը, այսինքն նույն բանը ունեի պաշար ու գտնում էի, որ ավելի զարգանալ ու ուրիշ բան սովորել։ Դրա համար ընդունվեցի կիրառական արվեստի բաժին, սովորելու կերամիկա, բայց կերամիկան ինձ հոգի հարազատ է, բայց ծանոթացա վիտրաժին, ունենալով հրաշք դասախոս ուղղակի, ու երևի այդ օրվանից սիրահարվել եմ այդ նյութին ապակուն ու խճանկար վիտրաժ հենց ստեղծում եմ ապակու միջոցով։ Հայաստանում վիտրաժը այդքան տարածված չի, ավելի շատ դրսում է տարածված, երևի հենց կապված է մեր արվեստի մեջ ինքը այդքան շատ չի եղել, ավելի շատ դրսում Իտալիայում եկեղեցիները, քանի որ պատուհանները բոլորը վիտրաժապատ են, մարդիկ միշտ պատկերացում չեն ունենում, մինչև չեն տեսնում, չես բացատրում, բայց երբ որ ծանոթացա, սկսեցի սեղաններ, հայլիներ, դռներ, լուսամփոփեր պատրաստել,
բայց դրանով չբավարարվեցի, քանի որ ուզում էի հասանելի լինի մարդկանց, որ ավելի տեսնեն ինչեր է հնարավոր, ու սկսեցի մեդիում ինչ-որ շատ հետաքրքիր զարդեր պատրաստել, ու այդ միջոցով, որպեսզի ինչ-որ փոքր դետալով այդ մեծ արվեստը, այսպես ասած, ներկայացնեմ, հասանելի դարձնեմ մարդկանց։ Լավ, իսկ օրինակ Ֆրանսիայում ձեզ ավելի շատ ճանաչեցին որպես գեղանկարչուհի, թե այնտեղ դեռ այդ մասնագիտությանը ծանոթ չէի։ Ահա։ Այնտեղ երբ որ ուսանում էի, դեռ չէի սովորել վիտրաժ, երբ որ այնտեղից եկա, նոր զարդերին էլ ծանոթ չեն։ Չէ, ծանոթ չէի։ Իսկ արձանագրել դրսից չկան, հիմա դուք ունեք, համոզված եմ, նկարներ գոնե կան, դրսից պատվերներ։ Դրսից պատվերներ լինում են, որ հարցնում են, բայց դեռ այդ դրսի հետ կապը այդքան շատ չի հաստատված, բայց աշխատում եմ պահել, քանի որ իմ աշխատանքը կարող եմ ասել, որ դրսում մարդկանց կողմից ավելի գնահատվում էր, ավելի ոգևորող էր։ Հասարակ երբ որ ինչ-որ մեկը ինձ կնկարես, դու նկարում ես, ինքը միշտ ինչ-որ բան է ման գալիս, որովհետեւ գիտես որ այստեղ քիթս մի տեսակ էսպես չի, իսկ այնտեղ մարդկանց մոտեցում այդպես չի, եթե դու արվեստագետ ես ու դու քո ժամանակը տրամադրել ես ու իրանց նկարում ես այդ պահին, դու ոնց որ մի հատ ուրիշ աշխարհ լինես իրանց համար, իրանք երբեք չեն մանրանա, գիտես իմ աչքի էստեղը կամ ունքիս վերև ինչ որ բան են չի, իրանք ուղղակի հիանում են, որ դու ոնց ես իրանց տեսնում, միշտ չէ, որ դու կարող ես քեզ պատկերացնում ես, դու քեզ տեսնում ես ինչ որ ձև, բայց միգուցե դու դիմացինի աչքերում լրիվ ուրիշ ձև ունես։ Մենք ունենք սիլուետային պատկերացումը մեր մասին, բայց երբ որ թղթին տալիս ես, դու տալիս ես, թե ոնց ես այդ մարդուն տեսնում։ Միգուցե ավելի դրական, միգուցե ավելի գեղեցիկ, ինչու՞ չէ իր պատկերացրածից։ Որտեվ շատ դեպքերում ես նկարում եմ, որ ինչ սիրուն ես ինձ նկարել։ Ոնց որ մարդը իր մասին այդ պատկերացումը չունենա, որ ինքը իրոք այդքան գեղեցիկ է, կամ չգիտեմ, սիրուն աչքեր ունի, կամ իրոք իրոք սիրուն է, թե մենք սովորենք միշտ հայերս բողոքելու են։ Գիտե։ Դրա մասին խոսք չկա։ Այ գիտեք, ցավոք սրտի մենք շատերս, ես նույնպես ցավոք սրտի չունենք մի աշխատանք, որ սահմանափակվենք այդ մի աշխատանքով, վաստակենք գումար։ Մենք ունենք մի քանի գործ ենք անում։ Այդպես է։ Ձեր դեպքում էլ եմ կարծիքով այդպես եւ որպես գեղանկարչուհի, որպես մասնագետ, որպես զարդեր արտադրող, ձեռագործ զարդեր արտադրող անձնավորություն ունեք լավ եկամուտ, թե ոչ։ Ես ինչ զարդերը որոշել էի, որ ուսուցչուհի եմ ու բայց հասկանալով, որ ուսուցչուհի լինելը դա շատ հետաքրքիր է, իհարկե, դու տալիս ես այն ինչ որ ունես, դու սովորեցնում ես, բայց մեր երկրում, Հայաստանում կարող եմ ասել, որովհետև կարծում եմ դրսում մի անձ, ով որ սովորեցնում է, ինքը շատ բարձր է գնահատվում, ոչ միայն ֆինանսապես, այլ հենց առհասարակ մարդկանց աչքերում։ Իսկ հիմա երբ որ դու բան ես ասում, դու այդքան դե լավ դե դասատու է, ուսուցչուհի է, ու դա շատ քիչ է Հայաստանում ապրելու համար, որտեղ եկեք ասենք մեր մոտ թվում է թե ինչ որ կյանքը մաչել է, բայց ոչ։ Մեր վաստակածի համար կարծում եմ, որ ընդհանրապես մաչելի չի։ Դրա համար որպես զարդերը պատրաստում եմ ու փորձում եմ ներկայացնեմ, բայց ոչ, դա էլ չի, քանի որ մարդիկ շատ ժամանակ քո աշխատանքը փորձում են չգնահատեն, այսինքն գնահատում են դրսից բերված ինչ-որ շատ էժանագին բան, որը կարող բարձր գնով ձեռք բերեն, բայց ինչը որ դու ստեղծում ես, դա յուրօրինակ է, դա շատ չէ, դա ավելի հա, մերն է, հայկական է, ուզում եմ պետք է լինի մատչելի, պարտադիր։ Բարձրագինը կամ իսկ մի քիչ էժան չի լինի։ Դե դա օքեյ հարցեր են։ Մենք խոսեցինք մանկավարժությունից, ես գիտեմ դուք Չարենց Հավանում Գարձույի արվեստի դպրոցում աշխատում որպես ուսուցչուհի։ Շատ են ուսանողներ, շատ են սաները։ Ես դասավանդում եմ 6-ից սկսած, մեր ընդունելությունը 6-ից 9 տարեկան է, այսինքն վերցնում ես խումբ 6 տարեկան ու 7 տարի դասավանդում ես։ Իրանք դառնում են քեզ շատ հարազատ երեխաներ, մինչև 15 տարեկան, 14 տարեկան ու բարդ է իրականում, շատ ամեն խմբում 10 աշակերտ ունեմ, բայց ինձ թվում է օրվա մեջ 30 աշակերտի հետ աշխատելը դա իրոք բարդ է, քանի որ ամեն մեկը անհատ է, ամեն մեկի հետ պետք է լեզու գտնես, քո մոտեցումը ցավայր չմոռանաս, որ դու ուսուցչուհի ես, դու ավելի հասուն ես։ Ճիշտ է, հիմա մեր ժամանակները մի քիչ այդ տարիքային շատ բարդ է շփումը, քանի որ մենք երիտասարդներս եւ 15 տարեկան տղան միգուցե թեկուզ արտակնապես շատ նման ենք լինում, այդ տարիքային ինչ-որ բանը չես զգում, քանի որ եւ իրանք են ավելի
տեխնոլոգիապես արդեն ավելի զարգացած են մեր հետ համեմատած, ու ինչ որ այդ բանը արդեն ոնց որ քեզ հավասարի հետ են շփվում։ Ու դրա համար պետք է արդեն քեզ հավասարի այդ լեզու գտնես, սովորեցնես, բայց իմ դասերը կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր անցնում, քանի որ ես չեմ սահմանափակվում, թե ինչ ծրագիր մենք ունենք ներկայացնելու, ես առհասարակ ինչ ունակություն ունեմ, ինչին տիրապետում եմ, սկսած վիտրաժից, հիմա իրենք վիտրաժի են պատրաստում ցուցահանդեսի, ես փորձում եմ իրենց սովորեցնեմ, քանի որ եթե իրենք մեծանան ու ճիշտ օգտագործեն իրենց կարողությունները, ինչ որ ես տվել եմ, կարծում եմ կյանքում ինչ որ բանի կհասնեն։ Դե շնորհիվ իհարկե կհասնեն, համոզված եմ։ Դպրոցը գտնվում է Չարենցավանում։ Դուք բնակվում եք հենց Չարենցավանում։ Ես բնակվում եմ Երևանում, բայց գնում եք ամեն օր գալիս։ Բայց ամեն օր գնում գալիս եմ, քանի որ այնտեղ էի ապրում ու 7 տարի արդեն աշխատում եմ։ Դեսակ չեմ ուզում կիսա թողեմ աշխատանքս։ Այս տարի ունեմ ավարտող խումբ, ինչը իմ համար սենց շատ կարևոր էր, որ քանի որ ես իրենց սկզբից մինչև վերջ այդ ճանապարհը տանեմ։ Իսկ ինչն եք օրինակ շատ է սիրում Չարենցավանում։ Չարենցավանում երևի մաքուր օդը, ինչը այստեղ մի քիչ ոնցակային բնությունը, որ ավելի շատ է։ Ու մարդկանց երևի ավելի շատ, որտեվ ավելի անմիջական ու հասարակ են իմ համար։ Ինչը շփման մեջ շատ կարևոր է։ Դիմացին թե ուղղակի շփվել։ Իսկ կա ինչ-որ բան, որ չեք սիրում Չարենցավանում եւ կուզեք փոխվել։ Միանշանակ չեմ սիրում, որ կյանքը ինչ որ չափով կանգնած է։ Երբ որ համեմատենք, ոչ միայն Չարենցավանը, կա Երևան, կա ինչ որ չափով հիմա Գյումրի, ու այլ ոչ մի բան, այսինքն դու ապրում ես մի քաղաքում, որտեղ կարող ես գնալ աշխատանքի գալ տուն ու քո օրը ավարտված է։ Իսկ Երևանում ձեզ շատ տխուր է։ Իսկ Երևանում ձեզ հարմար եք զգում։ Գտել եք ձեզ։ Երևի այդքան չէ։ Ուղղակի հետաքրքիր է, որ կարող ես օրը տուրիստ ձև կազմակերպել, բայց կարող եմ ասել, որ դրսում ինձ գտել էի ուսանելու ժամանակ։ Բայց ցանկություն կար մնալու, չվերադառնալու։ Իհարկե, ում հետ։ Բայց այն գիտակցությունը, որ թեկուզ ընտանիքս այստեղ է, այնտեղ ես ոչ մեկ չունեմ, բայց ունեի շատ ներքին բավարարվածություն, ինչը ինձ թվում է բոլոր մարդկանց համար շատ կարևոր է։ Իրենք լինեն միտեղ, որտեղ իրենց շատ լավ են զգում, որտեղ շատ ազատ են, ոչ մի բանի մասին չեն մտածում ու զբաղվում են իրենց սիրած աշխատանքով։ Այդտեղ անգամ ուսանողներ, ընկերներս որ սովորում էին ինձ հետ, ասում էին դու կմնաս դասախոս։ Ու դա շատ sense տրամադրող է, որ դասախոսներ, որոնք քեզ դաս են տալիս, դու պատկերացնես, որ մի օր կարող ես իրենց նման դասավանդել, ինչը որ մեր մոտ այդպես չի։ Մեր մոտ տեսակ դու ուսանող ես դեռ, ինչ որ սպասում են ինչ որ ճանապարհ անցնես, բայց քեզ այդ հնարավորություն չեն տալի, որ ճանապարհ անցնես, կամ միշտ եթե դու նոր ես ավարտել, ուրեմն ինչ որ շատ ցածր մասնագետ պետք է լինես, կամ հնարավորություն չեն տալիս, որ դու քեզ ցույց տաս։ Ամենտեղ չի ասում են պահանջում է աշխատանքային փորձ, պահանջում է աշխատանքային փորձ, բայց որտեղից այդ փորձը, եթե դուք հնարավորություն չեք տալիս, որ մարդ իրեն դրսևորի, որ ինքը ինչ որ չափով կայանա, ու միգուցե ձեզանից ավելի լավ մասնագետ լինի, ովքեր որ պահանջում են այդ փորձը։ Ես մի քանի հարցեր ունեմ ձեզ եւ սովորաբար այս պահերին ես ասում եմ շնորհակալություն մեր հյուրերին, այսօր մեր հյուրներս ինչ ես մարդիկ եւ ասում եմ ցտեսություն։ Բայց հիմա ես կտամ գովազդ կվերադառնանք ընդհանրապես մի քանի հարց, գովազդ եւ վերադառնում ենք։ Մենք շարունակում ենք մեր զրույցը, իմ հյուրն է Աշխեն Կիրակոսյանը, գեղանկարչուհի, վիտրաժային մասնագետ ու պարզապես դերական անձնավորություն։ Հարցերը շատ են, բայց ես կուզեի վերջին հարցը տալ ձեզ, խոսենք խնդիրների մասին։ Ես մեր բոլոր հյուրերին, անկախ ոլորտից, ես այդ հարցը ուղղում եմ, որովհետև իմ կարծիքով կարևոր է, պետք է բարձրաձայնել խնդիրների մասին։ Ինչ խնդիրներ կնշեք դուք։ Խնդիր կնշեմ միայն ոչ իմ ոլորտում, առհասարակ, երևի ամենագլոբալ ու մեծ խնդիրը հիմա այն է, որ մենք չգիտենք ինչպես առաջ գնալ, քանի որ ստեղծում ենք մի բան, փորձում ենք առաջ գնալ, բայց երկրի իրավիճակը մեզ առհասարակ թույլ չի տալիս, ինձ թվում է հիմա մարդիկ այնքան մտազբաղ, այնքան ցրված, այնքան ոչ միայն հոգսաշատ են իրենց հոգսերով, առհասարակ եւ մենք հոգսաշատ ենք մտածելով կունենանք ինչ-որ մի բան, թե չենք ունենա, կունենանք տեղ ստեղծագործելու, տվյալ պարագայում, թե չէ։ Ու ինձ թվում է իմ մոտ էլ հենց դա առհասարակ ամենամեծ խնդիրն է, կայունությունը, որ մենք չունենք կայունություն։ Ու արդեն այդ կայունությունը, երբ որ չկա, դրսևորվում է ամեն ինչում, ասում են տնտեսություն եւ այլն, այսինքն տուժում է մարդը, տուժում է ամեն ինչ, տուժում է հոգեվիճակը ու սպասում ես, որ լինի ինչ-որ սպասողական դրական մի բան։
Ես խնդրում եմ ձեզ ուղղակի չկոտրվել, չընկճվել, հանկարծ չդադարել երբեք ստեղծագործել, որովհետև ես դիտեցի ընդհանրապես ձեր հետ զրույցի ընթացքում աչքի պոչով sense նայում եմ նկարներին, մեզ սա պետք է։ Շնորհակալ եմ ձերպես մարդկա, շնորհակալ եմ, որ դուք մեր հյուրն եք այսօր։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին մայիսի 24-ին ժամը 18:30-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա Աշխեն Կիրակոսյանի «Լուսե» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Համոզված եմ լինելու է շատ հետաքրքիր եւ ձեր ժամանակը կօգտագործեք շատ ճիշտ եւ օգտակար։ Շնորհակալություն, դիտենք տեսահոլովակ, մեր հյուրին էլ եւս մեկ անգամ շնորհակալություն։ Տեսնենք։